Ստի Չանձրև այգել, դրանը գոլա կանգնել Բարի լույս սիրելի հետևորդներ ջան, էսա հավերին դուս անեմ, հետո գամ զրից անեմ Երեք սա աղորը տունար ածենել էլ էդ նոչարնին Գալիս էման, դուս անեմ գամ Եկավ զորքս Կակավի պես թրջում են, Ուրեմն սիրելի հետևորդներ ջան, պատվեր ունեմ, ակնորի պատվեր ունեմ, պատկերացնում եք մի քանի տեղից, բայց քանի որ հերթով, կարգով, ժամպատարակով, պայմանավորվածությունով, հերթով սաղ պետք է անեմ, ինչ էլ ավեմ փոփոչիկը, նրան եմ աչկադրել, Մնեն, են մնին, հլա գնա զանգի զրանգի, արիս, Իմ մի քիչ խաղաղվին, որ երեք սաղ օրը տունար ածենել էլ, Մինը էսա, Էսա գալիս եմ, Սիրելի հետևորդներ ջան, կգիտենաք էլի, որ այս աշխարհում կա գրված և չգրված օրենքներ, կան բաներ, որ շատ մարդկանց համար զարմանալի է թվում, տենց էլի, դրա մասով չխորանամ էլի, ես իմ գործն անեմ, իմ պատվերը կատարեմ, իմ պահած ապրանքի արդյունքը ստանալու վախտն է եկել, ինչ էլ ավենի փոփոչիկը, արի հլա, սիրուն փոփոչ, գնալ տիս մարդկանց սեղանը զարդարել է, են էլ ուրտի գնալ, պահ, Երևան գնալու եմ, հիմնական մնալու եմ, բայց հիմնական չտի մնալ էլի, խելոք, Ձայնդ չլսեմ, ձեզ գործը խելոք էին անում, լամին տանիվ սրանով էլ զբաղվին, հավերը ծորենը կուտեն, հետո կգամ ես էլ կտամ, գնա զանգի զրանգի, ես էլ հետ ստանեմ, Սիրելի հետևորդներ ջան, ես ձեռներս լվացի ու եկա, ես իմ գործն արի, մի հատ վենձի ասացրից կազմա, մեղքը գործելուց հետը ձեռները լվանում են, ու թամթե մեղավոր չեն, բայց ես մեղք չի գործեցի, ես իմ աշխատացի արդյունքը վայելում եմ, շատերդ լավ գիտեք, սիրելի հետևորդներ ջան, բայց քանի որ մեր հայ ժողովուրդը սիրում է, որ ամեքը իրա մտքովն անցկացածը ասե, տեղին ա թե հլե տեղին չի, ես էլ իմ մտքի անցկացածն եմ ասում, ով հսկանում ա, շատ բարի, ով էլ հսկանում չի, թող նա էլ հսկանա, ջու, եկեք, սոր քեֆ ածել մա, իրավ քուջուշտի քանել, ես էլ տանն եմ, բացի հետ երկու հատ պատվերը սիրելի հետևորդներ ջան, էլ ունիմ էլի, կոֆե չեմ խմել, գնանք կոֆե խմենք, լատենամ են կրանը կան, նրանց էլ կանչեմ, իչին թողել եմ էլի, որ նրանց էլ փայ հասնու, ջու, եկեք,
Ինչին եք վազել, ջու։ Զանավես կնելի էդ քաշեմ, սիրում եմ տհենց էլի, ճիշտ է թափանցի կա, բայց թե որ եդ եմ քաշում, ավելի լավն է էլի, ես իմ կոֆեներին եմ դնում, դուք էլ ձերը դրեք, իրար հետ կոֆե եփենք, սիրելի հետևորդներ ջան, Պրաուդը շուտ վիկացա, որտեղ հա արևոտուսա եկել, պրպլին ատալի, այդ սիրուն արևածակը վայելեցի, նկարեցի, որ դուք էլ վայելեք, սիրելի հետևորդներ ջան, ծտերի երգը այնքան լավն էր, ուզեի ոչ տուն մտնում, հետ մնել իմ լեռնաշղթայի վրովը, իմ տեսախցիկը, տարա, որ ծտերի երգը յուրահատուկ լսենք, սիրելի հետևորդներ ջան, մարդը այս աշխարհում ամենազորեղն է, ամեն հարցում, կինը համարվում է թուլության խորհրդանիշ, ոնց ասած, բայց չի ասի, կինն է ամենաուժեղ արարածը այս աշխարհում, քանի որ հենց ի սկզբանե Սուրբ Մարիամ Աստվածածինն է ծնել Հիսուս Քրիստոսին Աստծո կամոք։ Երկունքի ցավերը միայն կինն է տանում, սիրելի հետևորդներ ջան, եւ այդ ցավը այս աշխարհում ամենամեծ ցավն է, որ կինը հաղթում է, եւ այդպիսով երբեք թող ոչ մի կին իրեն թույլ չհամարի, միշտ լինենք ուժեղ, բայց դրա հետ զուգահեռ լինենք կանացի, լինենք նուրբ ու քնքուշ, քանի որ նաև մենք կանայքս այդպիսին ենք, սիրելիներս։ Ես իմ այդ գործերով, որ ձեզ եմ միանում, միգուցե աշխարհի մի որևէ անկյունում կա ինձ նման մի կին, ով հոգով, սրտով, շատ նուրբ ու քնքուշ է, ինչ որտեղ թույլ է, բայց նաև ուժեղ է, նպատակասլաց է, իր գործերի մեջ նպատակ դնող եւ առաջ գնացող է, եւ միգուցե ամաչում է այդ ամենից, ապա միգուցե կհանդիպի իմ ալիքին, կտեսնի եւ կողքեվորվի։ Ինչու՞ չէ նաև իմ սիրելի հետևորդներ ջան, ես այդ ամենով նաև ձեզ եմ ողջևորում, միշտ եղեք կանացի եւ նուրբ, միշտ եղեք շատ ուժեղ։ Գիտեմ նաև, որ տղամարդ հետևորդներ ունեմ, գիտեմ նաև, որ իմ տղամարդ հետևորդները շատ են հպարտանում իմ այս գործերով, որի համար անչափ շնորհակալ եմ։ Ամեն բան հո տղամարդու չկա ինչի գրած, ասեք, որ այդպես է։ Մտիկ անենք կոֆեին, էլ չի ոչ, սլամատ մեր սիրուն բաժակնին լցնենք, ես իմ նուրբ ու քնքուշ բաժակն եմ ընտրել, այո, ամեն մի իր նաև մեզ փոխանցում է հանդարտություն և իդեալական երևույթներ, որ մենք վերցնում ենք, այդ ձևով նույնպես մենք մեզ լավ ենք զգում։ Իրերը նույնպես կարևոր են մեր կյանքում, թե ինչ իրերով ենք շրջապատված և ամենագլխավորը, թե ինչ մարդկանցով ենք շրջապատված։ Այս տարիների ընթացքում ես իմ շուրջն եմ հավաքել լավ ու բարի հետևորդներ, որի համար փառք եմ տալի Աստծուն, շնորհակալ եմ Տեր Աստծուն, որ կարողացել եմ իմ այս գործերով հանդերձ ներկայանալ հանրությանը։ Իմ կոֆեն կվայելեմ իմ սիրելի վայրում, սիրելի հետևորդներ ջան, դե արդեն շատերդ գիտեք իմ բնավորությունը,
պետք է գնամ հավերիս հսկեմ, որից հետո արդեն այդ ընթացքում ակլորները կհանգստանան ու կզբաղվեմ իրենց գործով, կմաքրեմ, կպատրաստեմ ու կճանապարհեմ դեպի Երևան։ Բացի այդ, էլի պատվեր ունեմ, սիրելի հետևորդներ ջան, իմ կոֆեն էփեց, չեմ լցնում, որպեսզի հեշտ գնամ ու ճանապարհին իմ ափսեի մեջ չթափվի կոֆեն։ Բացի այս պատվերը, որը իմ գյուղացին է ինձ պատվիրել եւ պիտի ուղարկի Երևան, այսինքն պատվերը Երևանա գնալու, բայց պատվերը տրվել է Շնորհ գյուղից, իմ գյուղից, սիրելի հետևորդներ ջան, եւ էլի ունեմ Շնորհ գյուղից պատվեր, նաեւ 3 պատվեր ունեի Վանաձորից, բայց սիրելիս, եթե դուք ինձ դիտում եք, սիրելի Արմինե ջան, որ այդպես կարողացել եք ինձ գտնել, չմանրամասնեմ, հա, մի հետևորդուհիս կարողացել է ինձ գտնել, զանգել եւ մի քիչ զրուցել ենք այդ մասին, բայց դեռ վերջնական չի ասել։ Ակլորները վերջանում են, սիրելի հետևորդներ ջան, շատ շնորհակալ եմ, որ այս ընթացքում, երբ որ ես կարելի ասել հայտարարեցի, որ ակլորներ ունեմ, եկեք, տարեք, անուշ արեք, դրանից հետո լիքը պատվերներ եմ ունեցել, երբեմն կադրից դուրս եմ այդ գործն արել, որպեսզի նաև միգուցե չձանձրացնեմ ձեզ, հա, բայց այսօր, քանի որ ազատ եմ, տանն եմ, դեռևս Երևանից եմ ասել, քանի որ այս ժամին այս ձևով եմ զբաղվում, ուզեցի միանալ ձեզ, ասել ինչ կա չկա, սիրելի հետևորդներ ջան, անձրևը առավոտվանից հադադարել, ինձ թվում այսօր բաղ գործեր չեն լինի, բայց չենք իմանա, այսպես խոսքա, չէ, չգիտենք հաջորդ պահին ինչ կլինի, կարող այս արևը նենց տաքացնի, նենց լավ լինի, որ կայնամ գնամ ինչ-որ մի գործ անեմ։ Դե ես իմ կոֆեի ջազվեն բաժակով հանդերձ, վերցնում եմ ու գնամ արդեն հավերիս հսկեմ, կոֆես այնտեղ կվայելեմ, ինչպես միշտ, որ ձեզ փոխանցում եմ իմ բարի խոսքերը, դուք էլ ձեր կոֆեն վերցրեք, ձեր սիրելի վայրում նստեք, վայելեք եւ զուգահեռ իմ վլոգը վայելեք, չմոռանաք բաժանորդագրվել, լայքել, տարածել եւ իմ ալիքի տեղը ցույց տալ ձեր լավ ու բարի ընկերներին եւ խորհուրդ տալ, որ նույնպես բաժանորդագրվեն, ապա ձեզ տեսնեմ, չմոռանաք։ Ես իմ պայծառ արևը, ամպերը ծածկեցին, սիրելի հետևորդներ ջան, ու սառը քամի ապչում, վառավի ուլերը դեռ դենջացել չի մի խոսքով, սոր վերջին օրն է, այսօր ապրիլի 13-ն է, սիրելի հետևորդներ ջան, դրանը էլ կարացի ոչ կենամ, հավերիս հսկեմ, համել տանը գործ ունեմ, ակլորի ջուրը դրել եմ տաքանա, այդ ընթացքում էլ ուզում չեմ պարապ կենամ, ստի սեղանի կողքին նստել եմ, բլինչիկն եմ փթաթում, որը դեռ Երևանից կիսատեր մնացել, մազերս սիրուն հավաքել եմ, այսենց, ու շատ ինձ հարմար է, այս վիճակով, դե ես գործս սկսեմ, կուզեք ցույց տամ, թե ոնց եմ փաթաթում, թմբլիկ, Սիրելի հետևորդներ ջան, ես մի 5 հատ արդեն փթաթել եմ բլինչիկը, մի հատ ցույց տամ, երկարությունը եւ իր թմբլիկ տեսքը, ծակոտկենները երևում է, երկու կողմի վրա էլ ես փաթաթում եմ, քանի որ երկու կողմի վրա էլ սիրում եմ, ասեմ, որ գիշերը սառնարան չեմ դրել, այստեղ, որի վրա որ դասավորել եմ, տոպրակով փակել եմ ամուր, որ չչորանա, մի տեսեք ոնց է իր առանձնականությունը պահում, ոնց է ձգվում, բայց ռեզին էլ չի, քանի որ մի քանի հատ արդեն կերել եմ, ինքը ռեզին չի էլի, լավն է, շատ մարդիկ ըստ իրան ճաշակի տարբեր կողմերի վրա սիրում են փաթաթել, ես որ 2 գրամ վրա էլ սիրում եմ փաթաթել, սիրելի հետևորդներ ջան, 2 կողմն էլ շատ սիրուն է, ով բարբարս ու գրականս էլ իրար ախառնվում վախտ, բայց թե կարելի ասել հետաքրքրություն է էլի, որ ինձանից անկախ մտցվում է, ուրեմն սիրելի հետևորդներ ջան, հիմա ուզում եմ փաթաթել,
Ենթադրենք այդ խճողակ ասածը լցրել եմ, մի հատ սենց ցույց տամ, հա։ Այս կարմիր երեսն է, մի տեսեք ինչքան սիրուն է, իր ծակոտկենները լրիվ երևում է, ահա մոտեցնում եմ, հիմա հակառակ կողմը, խճողակը լցնում ենք կարմիր երեսի վրա, այս երեսը այն երեսն է, որը սկզբից խմորը լցնում ենք թավայի մեջ, հետո շրջում ենք, գալիս է սպիտակ երեսը, քանի որ այնտեղ ծակոտկենները հենց խմորին բարձրացնում է, հենց դա է պատճառը, որ այս մի կողմը մի քիչ ավելի բաց վարդագույն է մնում։ Հիմա նորից մոտեցնում եմ եւ տեսեք, էլի ծակոտկենները երևում է։ Այսինքն, սիրելի հետևորդներ ջան, երկու կողմից էլ շատ սիրուն ու գրավիչ է։ Ես շատ եմ սիրում երկու կողմի վրա էլ, ինչպես որ ասեցի, քանի որ երբեմն պատահում է, որ մարդ է լինում, որ առանց բուսայուղի մեջ կարմրացնելու ուզում է այդ ձևով ուտել։ Մարդկա բուսայուղի մեջ կարմրացրած չի սիրում։ Մարդ էլ կա սիրում է, որ լավ խրթխրթան է դառնում բուսայուղի մեջ։ Տեսեք, ինչքան առատ խճողակը լցրի եւ հիմա մատերով, թեթևակի սեղմելով, այսպես փաթաթում եմ բլինչիկը, հետս հետե հավաքելով, որ չքանդվի, թեթևակի սեղմելով, հենց որ գալիս եմ վերջացնում եմ այստեղ, մի քիչ էլ մատերով, այսպես ձգում եմ, ահա, տեսեք, ինչքան սիրունը ստացվեց եւ տեղավորում եմ այստեղ։ Ինքը հենց որ սառում է, արդեն կպչում է։ Մարդկա այն ամենավերջի եզրում թթվասեր է քսում կամ էլ հենց մայոնեզ են քսում, որպեսզի կպչի, բայց ես դրա իմաստը չեմ տեսնում, բլինչիկի համը կարող է փոխել։ Հիմա, սիրելի հետևորդներ ջան, հաջորդը բոլորը այսենց ընտիրեն, կարող եմ հերթականությունով վերցնել ցույց տալ իր նուրբ տեսքը, թե ոնց է մարլյայի պես, այդպես ծակոտկեն ու բարակ խաղում է ձեռքիս։ Ահա։ Մի քիչ ավել եմ թողել, դա իմ համար հաճելի է։ Ըստ ճաշակի, ըստ ցանկության, սիրելի հետևորդներ ջան, եւ հիմա կարմիր երեսի վրա փաթաթեմ, հա։ Նորից առատ լցնում եմ անուշահամ խճողակը, գիտեք, որ համով բաներ եմ պատրաստում, իմ տաթևի համար եմ ուղարկում, սիրելի հետևորդներ ջան, կհիշեք, որ այնքան շատ տոլմա արեցի, մի մասը սառցեղցիկ էի դրել, սպասում էի, որ գնացող լինի, ուղարկեմ տաթևիս համար եւ զատիկի օրով ուղարկել եմ համ տոլման, համ այդ կաթնահունցը, որի համար տաթևս շատ ուրախացել էր եւ շատ էր հավանել։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, կարմիր երեսը, տեսեք նորից ինչքան սիրուն է։ Թվում է թե արդեն կարմրացրած է, բայց հենց այս տեսքով, եթե կարմիր երեսի վրա էլ բուսայուղի մեջ կարմրացնում ենք, խրթխրթան է դառնում, համը կրկնապատկվում է։ Դե ինչ սիրելի հետևորդներ ջան, ես շարունակեմ այս գործը, փաթաթեմ, ավարտեմ, տեղավորեմ սառնարանում, իմացնել սառցեղցիկում, ասեմ, որ շատ լավ է դիմանում, հանում ենք հենց այդպես սառած վիճակում էլ կարմրացնում ենք, նոր թարմություն եւ նոր համ ստանում։ Ջուրը դեռևս չի տաքացել, ակլորը մաքրելու ջուրը, հենց որ կտաքանա, այդ գործով նորից կմիանամ ձեզ, հավեսով կզրուցենք։ Խնդրեմ։ Արդեն այսքան փաթաթել եմ, սիրելի հետևորդներ ջան, եւ շատ ընտիր է ստացվել, ահա։ Շարունակում եմ փաթաթել, խճողակը քիչ է մնացել եւ իմ սրտով, որ մնացած լիստերով կարող եմ միջուկը ուրիշ անել, այսինքն խճողակը փոխել։ Տոպրակի մեջ եմ պահելու, քանի հատ որ լիստը կմնա, որպեսզի չչորանա։ Ինչպես փաթաթել, որ
հետ չգնա, չբացվի, երբ որ խճողակը լցնում ենք, ահա, այստեղ մատերով սեղմում ենք ու մի հատ ենք վրա ծալում, արդեն խճողակը փակ է, ու նոր միայն եզրերից հավաքում ենք, սիրելի հետևորդներ ջան, քիչ առաջ որ ցույց տվեցի, ոնց ասած, զրույցով տարվեցի եւ հետո երբ որ մտկով գնացի իմ զրույցների վրա, հասկացա, որ ես այնտեղ սխալ եմ փաթաթել, սխալս ուղղեցի եւ հիմա նորից ներկայացնում եմ, սիրելի հետևորդներ ջան, ահա։ Հիմա ինչ էլ անենք, սա հետ չի գնա։ Ահա, խճողակը այնտեղ փակված է։ Всё։ Հիմա շարունակեմ վերջացնեմ ու արդեն ջուրն էլ տաքացել է։ Մի հատ սրա խոշոր անցքերին էլի, գոնե մեկը չկա, որ վատը լինի, ոչ մեկը չի պատրվում, սիրելի հետևորդներ ջան, ընտիրություն է։ Այսինքն առավոտ շուտ ձեզ հավեսի բերեցի, ասեմ, որ ժամը 10-ի կողմերն է։ Երկու հատ էլ կփաթաթեմ ու խճողակս կվերջանա, բայց լիստեր դեռ ունեմ։ Այսպես, այն ձևով, մի հատ փակում եմ, պտտում եմ, հետո նոր եզրերը հավաքում։ Այսինքն սիրում, հավաք։ Աքլորները հանգստացել են, սիրելի հետևորդներ ջան, ջուրն էլ եռման աստիճանի է, պատրաստ է։ Մի քիչ դիսը բերեմ ու գործս սկսեմ։ Երկուսն էլ լավ մեծ աքլորներ են։ Վեդրոյի մեջ իրանք լավ հանգստացել են։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, արդեն շոք է բաղնիս։ Շատերդ գիտեք, թե ոնց եմ մաքրում։ Մի խոսքով ես գործի անցնեմ, պատվերս կատարեմ, սա իմ պատվերն է, որի համար շատ ուրախ եմ, սիրելի հետևորդներ ջան, եւ բացի սա, այսօրվա մեջ էլի ունեմ պատվեր, բայց դեռ ժամ չենք պայմանավորվել, երեկ են զանգել ասել, որ այսօրվա համար ուզում են, ժամը կասեն, այդ զանգին եմ սպասում, ամեն րոպե կարող են զանգել, թող որ իմ պահած աքլորները այսենց հավեսով, համոհոտով գնան ու մարդկանց սեղանները զարդարեն։ Այսպես, առաջ այս մեկը պետք է լավ մաքրեմ, հետո նոր հաջորդը մտցնեմ տաք ջրի մեջ։ Ինքը սև ու կարմրավուն աքլոր է, բայց մի հատ մաշկը տեսեք էլի, սիրելի հետևորդներ ջան, այս ինչ գլատկի է, այս ինչ հարթ է։ Ինքան ձեզ հավեսի բերեցի, այսենց աքլորներս գալիս ու հերթով տանում եք։ Այս աքլորների ծախած գումարով, սիրելի հետևորդներ ջան, ցորեն եմ առնելու, որ ապահովեմ ծուածող հավերին։ Իհատ այս կողմից սկսեմ, քանի որ վզի մասից մտցրի առաջ տեղա ու շարունակեմ գործս։ Իհարկե մաքրած վիճակում էլի ցույց կտամ, թե ինչքան ընտիր է։ Կարող է շուտ հանեցի ջրիցը, երևի մի հատ էլ մտցնեմ, թե այս թևի մասը մաքրեմ, ամենավտանգավոր, ամենապատասխանատու մասը, այս թևի կողմերն է, որ այս իրա թևի բմբուլները կոշտ են, սիրելի հետևորդներ ջան, որ այս կոշտ բմբուլների հետ թևի միսը չփոկվի, կաշին չփոկվի ու երբ որ մարդը իր սեղանին տեղավորի արդեն սիրուն լինի ամեն բան, ամեն ուտելիք, նաև պետքա գրավիչ լինի, որ ախորժաբեր լինի, որ մարդը կարողանա հաճույքով վայելել։ Ընտիր։ Մի հատ այս մի թևի կոշտ բմբուլներն էլ մաքրեմ, հետո էլի տաք ջուրը մտցնեմ։ Առավոտվա այդ արևը խաբուսիկ էր, քանի որ հենց տարերքը իր մեջ է գտնվում դեռ, վայելենք բնության բոլոր տարերքները և մեզ լավ զգանք։
Չէ, անպայման պետք է էլի տաք ջուր մտցնեմ թմբլիկին։ Ոչ երկար, ոչիները պոկեմ։ Այս բմբուլները հանեմ, որտեղ ազատվի։ Ճիշտ ինքը այս ձևի գործ է, կոպիտ ասած սևագործ է, բայց այս ձևի գործերով, սիրելի հետևորդներ ջան, նույնպես պետք է շատ ակուրատնի աշխատենք։ Արդեն իր շարմաղմաշկը բացայլել, ուզում եմ շանս տանել իմ տված ապրանքը, որ արժանանում է մարդկանց ճաշակին։ Ճիշտ է դեռ մի քանի հատ բմբուլ կա իրա վրա, բայց արդեն իրա թմբլիկ միսը երևում է։ Հավի միսը, աքլորի միսը, դիետիկ սնունդ է, սիրելի հետևորդներ ջան, սպիտակուցներով հարուստ, տեսախցիկս մի քիչ իջեցրել է, որ գործս տեսնեք, գործս ցույց տամ, ահա, հիմա մոտեցնեմ էկրանին, մի տեսեք, թե ինչքան լավն է մաշկը, ահա, խնդրեմ։ Եվ նույն ձևով շարունակեմ, այս մաքրեմ, ինչով կգա երկրորդի հերթը։ Այս միակ լորը լրիվ պատրաստ է, սիրելի հետևորդներ ջան, մի կողմ եմ դնում, կմնա խանձեմ ու փորը բացեմ, անցնում եմ հաջորդին, քանի դեռ ջուրը էպկանա, միացնելու կարիք չկա գազը։ Այս էլա շատ մեծ աքլոր, բայց մի տարեկան չկան իրանք, ամառվա ջուտեր են, սիրելի հետևորդներ ջան, ու սենց լավն են, հարկ Աստծո։ Եվ նույն ձևով շարունակեմ։ Սենց ուշադիր։ Ավելի սեր պետք է հետևեմ, կհասցնեմ։ Ջուրը մի քիչ հովացել էր, միացրել էի, ու էլի հիմա անջատ եմ։ Աստված ջան, այս ձեռքերը, որ ձեռքերը, ինչեր ասես, որ չեն արել այս ձեռքերը, պսակվելիս ոնց են պարել, ինչ նազանքով, երազանքով, այս ձեռքերը, որ ձեռքերը, ստեղծող ու արարող։ Սիրուն թևիկը,
Ահա, երկու աքլորներ արդեն խանձել եմ, բայց մի հատ տանան կսրեմ ու նոր կսկսեմ փորը բացել, մի քիչ շտապում եմ, սիրելի հետևորդներ ջան, քանի որ արդեն ինձ զանգել են, ասել են, որ կես ժամից կգան կվերցնեն, ընտիր, տանան կսրեմ ու անցնեմ գործի, որ արդեն սրված է լինի։ Կադրից դուրս եմ փորը բացում, որ ամեն բան արագի մեջ կատարեմ, հանկարծ ամոթով չմնամ, սիրելի հետևորդներ ջան, այս մեկը այս մի կողմ բերեմ, որ հեշտ լինեմ։ Ժամանակին իրանց հանձնեմ։ Բայց ոնց որ լավ չսրվեց, հա, մի հատ էլ կսեմ նոր։ Ստուկ եմ, ոյ։ Արտադիր սրբում եմ, որ այս փշուրներից մսին չկպչի։ Նոր միայն կսկսեմ փորը բացել։ Այ լավն է։ Տանոկը հանեմ ես կողմ և ցույց տամ իմ մաքրած աքլորները։ Փորը բացել եմ, մաքրել եմ և շատ ընտիր միս եմ արել, մի տեսեք ինչքան թմբլիկ են, ընտիրություն, համովություն, որ կզարդարեն մարդկանց սեղանը։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, ասեմ, որ ինձ զանգել են և շուտով կգան տանելու։ Ամեն աքլոր առանձին պետք է փաթաթեմ, որ միսը մսին կսպի ու չվնասվի միսը, ահա։ Այստեղ առանձին իր ամեն ինչը այս թավայի մեջ, արտադիր այս ամեն ինչը պետք է դնեմ փորի մեջ, քարճիկը, առողջ ջիգարը, սիրտը, աքլորի ձվերը, ես չգիտեմ իրենք սա կուտեն թե ոչ, սիրելի հետևորդներ ջան, աքլորի ձվերը դելիկատես են համարվում և շատ բարձր սպիտակուց են պարունակում։ Հիմա այսպես առանձին տոպրակի մեջ եմ դնում, որտեղ իրանք կկապեն, իրանց աքլորը։ Այսպես, ուր որ այն կգան, մեքենայով կտանեն։ Հոլորում եմ տոպրակի բերանը, քանի որ ճանապարհ պետք է գնա, հետո նույն ձևով հաջորդը։ Այսպես միսը ընտիր և ընտիր մաքրած։ Նորից քարճիկը, սիրտը, այ անջատվեց ջիգարը իրարից, քանի որ շատ նուրբ է, ջիգարը և այս աքլորի ձվերը, այսպես, դելիկատես, պլոճիկները, ոյ, այն մեկի պլոճիկը չեմ դրել, ոչինչ, թող այս մեկի մեջ երկու պլոճիկ լինի, հա, փոքր, որը նույնպես շատ համով պատառի կա։ Նույն ձևով տոպրակի մեջ առանձին աչքս ճանապարհի է, սիրելի հետևորդներ ջան, գիտեք, որ իմ խոհանոցից ներևում է, թե ով եկավ, ով գնաց։ Հիմա այս երկու աքլորները, սիրելի հետևորդներ ջան, արդեն առանձին փաթեթավորած, արդեն մի հատ էլ տոպրակի մեջ ու քանի որ արդեն եկել են, ես մի հատ արագի մեջ տանեմ տիրոջը հանձնեմ ու շուտ հետ կամ։ Պատվերներ, շատ պատվերներ, մեկը մյուսը հետևից պատվերներ, սիրելի հետևորդներ ջան,
Ես իմ վլոգի սկզբում ասել էի, չէ, որ պատվեր ունեմ էլի ակլորի, բայց դեռ հստակ ոչ ժամն են ասել, ոչ էլ քանակն են ասել, այն երկուսը, որ արդեն ուզում էի տանեմ ու շուտ հետ գամ, շուտ հետ գալը որն եղավ, լավ էլ ուշ հետ եկա, հավերին կանչել եմ նորից, քանի որ բաց էի թողել, ցորեն եմ տվել, հավանոցն եմ արել, որ կարենամ այս ակլորներին բռնեմ 4 հատ ակլորի պատվեր ունեմ, սիրելի հետևորդներ ջան, ահա, այսօր օրը շուտով կեսօր կլինի, դեռ կեսօրին մոտ չենք հասել ու առավոտ շուտ Աստծո հաջողությունով, Աստծո օրհնությունով ես պատվերներս ընդունեցի և կատարում եմ, երկուսը ճանապարհեցի արդեն, թող որ անուշ լինի իրենց, այս 4 հատն էլ նույն ձևով սկսելու եմ մաքրեմ, բայց մինչ այդ սիրելի հետևորդներ ջան, ասեմ, որ սա մաքուր է, կարող եմ այստեղ գազօջախին դնել, ուզում եմ ցույց տալ իմ պահած ակլորները, թմբլիկ, մեծ, որը ես ոտքի վրա եմ վաճառում, սիրելի հետևորդներ ջան, բայց մարդիկ, որ ուզում են տանեն շուտ ուտեն, դե արդեն գիտեն, որ ես էլ ես գործից լավ եմ հասկանում, ամեն բան շնորհքով մաքուր ու կոկիկ եմ անում, ապի անուշկան, իրենց էլ Աստված օրհնի, որ սենց մի լավ խոսք կա, չէ, սիրելի հետևորդներ ջան, մարդկա իրա բերանի համը շատ լավ գիտի, հալալա այդ մարդկանց, ով որ իրանց բերանի համը շատ լավ գիտեն ու գալիս են, անուշկայի պահած, հալալ, զուլալ, անարատ, բնական, ինչ անուն տամ, այդ ակլորները տանում են ու իրանց բերանի համը ավելի են լավացնում, սպիտակ մեծ ակլորն է, սիրելի հետևորդներ ջան, ահա 4 հատ ակլոր, այս թեքն եմ դրել, որ առնաքանվեն, արյունը հանկարծ մսին չտա, այս սենց, այս է սևուկը, սա սևուկը պերլամուտրիթային, այն պերլամուտրը ակլորացու է, մոխրոտիկը և սպիտակը, սպիտակից մի հատ էլ ունեմ, սիրելի հետևորդներ ջան, մի խոսքով հիմա սա նորից ցած եմ դնում, բայց մի հատ սրտում ուզում եմ կոֆե խմել, սիրելի հետևորդներ ջան, դրսում կրանտ ունենք, ընդեղ լվացվել եմ, եկել եմ, մի հատ կոֆե եմ ուզում խմեմ, որ շարունակեմ այս գործը անել, բայց արդեն կադրից դուրս կանեմ, կոֆեի ջուրը անպակաս է միշտ իմ խոհանոցում, որ ինչքան էլ շատ զբաղված լինեմ, կոֆեի ջուրը ինձ մոտ ապահով պահում եմ, սիրելի հետևորդներ ջան, հիմա կոֆե կեփեմ, դուք էլ ձերը եփեք և դիտեք իմ այս ընտիր վլոգը, այո, կոֆեն երբ որ կեփվի, կոֆեն կվայելեմ, սիրելի հետևորդներ ջան, և այդ ընթացքում իմ վլոգը մոնտաժի կենթարկեմ և ձեզ կհասցնեմ այսօր ապրիլի 13-ն է և իմ համար շատ բարեհաջող, շատ բարենպաստ օր էր Աստծո օրհնությամբ, սիրելի հետևորդներ ջան, այս անգամ այս բաժակում եմ իմ կոֆեն վայելելու և որպեսզի վլոգս էլ ավելի շատ չերկարի, արդեն գիտեք, թե ինչ ձևով եմ մաքրում, մշակում և հասցնում Տիրոջը, ով որ իր բերանի համը լավ գիտի, գումարը նախապես տվել են սիրելի հետևորդներ ջան, այդքան հավեսով, ախորժալի սպասում են համով ակլորներով զարդարելու իրենց սեղանը և վայելեն ու առողջ լինեն, դուք էլ առողջ եղեք սիրելի հետևորդներ ջան, միշտ լավ ու բարի գործերի մեջ եղեք, հարգենք միմյանց աշխատանքը, գնահատենք գյուղացու աշխատանքը, երբ որ ամեն բան պատրաստի մեր սեղանին է հայտնվում, դա շատ դժվար ճանապարհ է անցնում, հարգենք այդ բոլոր դժվարությունները, պակա, սիրելի հետևորդներ ջան։